մի շարք նշանակումներ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարների, ինչու այսպիսի փաթեթով, որովհետև գործ ունենք վերանշանակումների հետ եւ չցանկացանք առանձին զեկուցել, եւ ես նախ ուզում եմ նշանակումները հետեւյալն են. Սուրեն Թովմասյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում, Էդվարդ Հակոբյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, մարզպետների վերանշանակումներ են եղել Սերգեյ Մովսիսյան Արագածոտնի մարզպետ, Սեդրակ Թևոնյան Արարատի մարզպետ, Վահրամ Խաչատրյան Արմավիրի մարզպետ, Կարեն Սարգսյան Գեղարքոնիքի մարզպետ, Արեմ Մկրտչյան Լոռու մարզպետ, Դավիթ Արուշանյան Շիրակի մարզպետ, Ռոբերտ Ղուկասյան Սյունիքի մարզպետ, Վահագն Արսենյան Վայոց ձորի մարզպետ, Հայկ Ղալումյան Տավուշի մարզպետ։ Հարգելի գործընկերներ, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ նախորդող շրջանում ձեր կատարած աշխատանքի համար եւ ուզում եմ հաջողություններ մաղթել առաջիկա շրջանի գործունեության համար։ Իհարկե ես գիտեմ նաեւ, որ մասնավորապես մեր որոշ մարզպետ գործընկերներ գուցե թե առաջիկայում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում այլ դերակատարում ստանձնեն, այսինքն նախնական քննարկումներ կան, դեռ մենք վերջնական որոշումներ չունենք, բայց այնուամենայնիվ այս փուլում մենք նաև այդ պարագայում այդ պարագան հաշվի չենք առնում, քանի դեռ որոշումներ չկան կայացված, համարում ենք, որ այս տրամաբանությամբ ենք աշխատելու։ Ինչևէ, բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդող շրջանի գործունեության համար եւ հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության ընթացքում եւ նաեւ եթե ասելիք ունեք, հարգելի գործընկերներ, խնդրեմ Սուրեն Թովմասյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում եւս մեկ անգամ այս վստահությունը ձեր կողմից ստանալու համար եւ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ առաջիկայում մենք անշարժ գույքի շուկայի վերաբերյալ բազմաթիվ նախաձեռնություններ կներկայացնենք, փոփոխություններ, որոնք թույլ կտան մեզ զարգացնել անշարժ գույքի կառավարման օրակարգը, անշարժ գույքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, զարգացնել տարածական տվյալների ենթակառուցվածքը, ներդնել նոր գործիքակազմեր անշարժ գույքի շուկայի վերլուծության վերաբերյալ եւ համապատասխանաբար ել ավելի բարձր մակարդակի հասցնել Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչումը այս ոլորտում։ Եվ եւս մեկ անգամ կցանկանայի նշել այն փաստը, որ 2027 թվականին նախատեսվում է նաեւ մեկ միջոցառում մոտ 40 պետությունների պատասխանատու կառույցների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում, մարտ ամսին կհյուրընկալենք մեր գործընկերներին եւ կկազմակերպենք համապատասխան միջոցառում, որը եւս կբարձրացնի Հայաստանի Հանրապետության ճանաչելիությունը։ Կրկին անգամ շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Թովմասյան։ Իդեպ, հարգելի գործընկերներ, առիթից օգտվելով ասեմ, որ քանի որ նաև ադապտացիայի մասին շատ խոսեցինք, մեր անշարժ գույքի շուկան ադապտացիայի շատ տիպիկ օրինակ է ցույց տալիս։ Հիշում եք, որ եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը 2026 թվականի հունվարի 1-ից Երևանում դադարեցվեց եւ դրա հետ կապված կային որոշ մտահոգություններ եւ մտավախություններ, բայց մենք տեսնում ենք, որ 2026 թվականին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, ինչը շատ կարևոր է եւ շատ ուրախալի փաստ է եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է տրենդային, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաեւ բազմաթիվ օտար երկրյա քաղաքացիներ, հիմնական մասը իհարկե Սփյուռքի մեր ներկայացուցիչները բնակարաններ անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանի Հանրապետությունում, դա իհարկե կապված է միջազգային տրենդների հետ, բայց նաև կապված է նրանից, որ Հայաստանի գրավիտացիոն ուժը աճում է եւ սա շատ կարեւոր նորություն է եւ պարոն Թովմասյան, մենք պետք է նաեւ ոլորտում կարողանանք կատարենք այնպիսի բարեփոխումներ, որ այս դինամիկան ոչ միայն չվնասենք, այլև
ընդհակառակը ավելի ակտիվացնենք, պարոն Գրիգորյան, մասնավորապես թվայնացման ոլորտում էլ մենք այդտեղ անելիքներ ունենք, որպեսզի անշարժ գույքի շուկայի հետ կապված գործարքները հնարավորինս հեշտացնենք, բայց մյուս կողմից նաև այդ գործարքների վստահելիության մակարդակը չնվազեցնենք, այլ ընդհակառակը ավելի բարձրացնենք։ Խնդրեմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյան, հանեցեք պարոն։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ անձամբ ձեզ վստահության համար շնորհակալություն հայտնել եւ իհարկե կառավարության հարգելի անդամներին, ինչպես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին մեր պետականամետ համագործակցության համար, որի շնորհիվ կարծում եմ նաեւ որի շնորհիվ մենք 2 տարի անընդմեջ բավական բարձր արդյունքներ ենք գրանցել, որը արտացոլված է հարկային մուտքերի բարձր երկնի շաճերում, որը գերազանցում է նաև ծրագրային ցուցանիշները եւ այստեղ իհարկե ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել եւ երախտապարտ լինեմ մեր բոլոր հարկվճարողներին։ Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում շարունակել այս գերպատասխանատու դիրքում պաշտոնավարումը եւ ծառայեցնել իմ գիտելիքներն ու բազմամյա փորձը պետական համակարգում Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ես համոզված եմ, որ պետական եկամուտների կոմիտեն իր էական դերակատարումն ունի, ուր պոտենցիալ ներուժ ունի իր նպաստը բերելու Հայաստանի վերափոխմանը որպես լոգիստիկ եւ տեխնոլոգիական հանգույց իր թվային, խելացի, մարդակենտրոն եւ իհարկե մյուս երկրների, տարածաշրջանի, ինչպես նաեւ աշխարհի երկրների հետ ինտեգրված հարկային ու մաքսային համակարգերով եւ ես հանձնառու եմ, որ այս բոլոր բարեփոխումները լավագույնս առաջնորդեմ։ Իհարկե ամփոփելով նաեւ ուզում եմ իմ հանձնառությունը հայտնեմ, որ լավագույն ջանքերն եմ ներդնելու, իհարկե դա մեծ ամբիցիա է, կարծում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն դառնա հարկ վճարողի եւ հանրության համար սիրելի ծառայություն եւ դրանում առաջնորդվելու եմ 2 կարևոր ուղենիշերով, որոնք ծնվել են անցած տարի, դա մեր առաքելությունն է եւ մեր տեսլականը միասնական, որը սահմանել ենք մեր համակարգի համար եւ ես ուզում եմ բառացի ուղղակի ցիտել հիմա այդ առաքելությունն ու տեսլականը։ Մեր առաքելությունն է ապահովել արդար եւ թափանցիկ հարկային եւ մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Մեր տեսլականն է ՊԵԿ-ը դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց է, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, որպեսզի քաղաքացին մարդիկ սիրեն պետական եկամուտների կոմիտեն, իրենք պետքա սիրեն պետական բյուջեն, որտեղ ուրիշ տարբերակ չկա, չի կարող մարդ չսիրի պետական բյուջեն եւ սիրի պետական եկամուտների կոմիտեն։ Իսկ պետական բյուջեն սիրելու համար ի վերջո պետքա որ մարդիկ տեսնեն ակնհայտը, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուրի եւ բոլորի ընտանեկան բյուջեն է, ելի ուզում եմ հիշեցնել եւ ընդգծել։ Հայաստանի Հանրապետությունում որևէ մարդ, որևէ չկա այդպիսի եզակի մի մարդ, անկախ իր սոցիալական դիրքից, որ իր ընտանիքի բարեկեցության համար ավելի շատ գումար է ծախսում, քան ծախսվում է իր ընտանիքի բարեկեցության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Այդպիսի մի հոգի նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չկա։ Իհարկե մենք այս տարի նախորդող շրջանից էլ չեմ ասում, արդեն այդ համեմատություններից պետք է հրաժարվենք մի վերջին անգամ 2018-17 թվականի համեմատությամբ մենք պետական բյուջեն կրկնապատկել ենք եւ դեռ մի բան էլ ավելի, բայց մենք արդեն այդ համեմատություններից պետք է հրաժարվենք, պետք է արդեն սկսենք համեմատել ավելի մոտակա շրջանների հետ, որովհետեւ այդ ժամանակները արդեն հեռացել են։ Եվ այս տարի մենք կիսամյակի տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում, շուրջ 70 միլիարդ դրամի հարկային եկամուտները նախատեսածից սխալ թիվացի։ Ես անդադ հետ եմ մնում դրանից, լավ էր շատ չասեցի, քիչ ասեցի փաստորեն էլի, լավ էական չի, կամ էական է 20 միլիարդի տարբերությունը, կամ այսինքն ծրագրից ավել ենք եւ թվում է թե լավ է ամեն ինչ եւ այո լավ է, բայց մենք գիտենք որ ահռելի ստվեր կա։
Տեսեք, եւ շատ կարեւոր է, որ մենք սոցիալ-հոգեբանական մակարդակում այդ փոփոխությունները իրականացնենք։ Ես հիմա ձեզ իհարկե այս ընթացքում բազմիցս գրել եմ, օրինակ նույն ամենապարզ հատվածում եմ, այսօր Հայաստանում սրճարաններում հսկիչ դրամարկային կտրոնը բերում են ամենավերջին հերթին եւ գործնականում հիշեցնելուց հետո։ Այսինքն սա պրոբլեմ է, որը չի լուծվել մեզանում։ Մենք գիտենք, որ այսօր Հայաստանում հեռախոսների ահավոր մեծ մաքսանենգության ծավալներ կան։ Եկեք դրա մասին խոսենք եւ այսինքն չխոսենք։ Պետք է դրա խնդիրը լուծել։ Եվ մենք այդտեղ ունենք կոռուպցիոն ռիսկեր, եւ մենք ինչպես ընդհանրապես կառավարման ողջ համակարգում։ Եվ ելի ասում եմ, ինձ համար նաեւ, քանի որ դրան անդրադարձա, մեծ խնդիր է, որ 2018 թվականից հետո կոռուպցիայի ընկալման համաթվերում մենք մեծ առաջընթացներ ունեցանք, հիմա մենք հայտնվել ենք ստագնացիայի եւ նույնիսկ ինչ-որ առումով հետընթացի վիճակում, եւ սրա պատճառն էլ կար, որովհետեւ 2018-2019 այդ 20 թվականից օրակարգերը գործնականում մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը մեր աշխատանքի զգալի մասը, մեծ մասը բոլորովին ուրիշ ուղղությամբ եւ էներգիայի մեծ մասը բոլորովին ուրիշ ուղղությամբ հասցեագրված եղել եւ հիմա մենք բոլոր այն օրակարգերը, որ մենք ունեցել ենք 20 թվի կոവിഡից առաջ, որը ամբողջ կոവിഡ് եւ հետո, բոլոր օրակարգերը այսօր ամենաթարմ ձևով մենք պետք է կենտրոնանանք այդ օրակարգերի վրա։ Կոպիտ ասած, եթե կարճ ասենք, հեղափոխության ամբողջ օրակարգը այսօր նույն հրատապությամբ, ինչպես 2018 թվականին դրված եղել սեղանին, նույն հրատապության սեղանին դրված է եւ դրա համար կա երկու պատճառ։ Առաջինը, որ մենք ունենք օբյեկտիվ հնարավորություն կենտրոնանալ հաստատված խաղաղության շնորհիվ, եւ երկրորդը իհարկե ընտրությունները եւ ընտրություններում ժողովրդի տված մանդատը եւ դրա վերահաստատումը։ Եվ այս առումով իհարկե ստվերային տնտեսության կրճատումը մեզ համար խնդիր է։ Այսօր համատարած մենք խնդրեմ ունենք մենթալիտետային մակարդակում։ Թվում է թե լավ դե 1500 դրամանոց բանն է խնդիր լուծելու։ Այո, հենց այդ 1500 դրամանոց կտրոնն է խնդիրը լուծելու եւ 1500-1550 միլիոն ու կես եւ այդպես շարունակ։ Էնպես որ ես նաեւ ուզում եմ ասել, որ ընդհանրապես ոչ մի համակարգ անթերի չէ, բայց ես էլի խնդիրը դրել եմ միջև տարվա վերջ այս մեր դրոշմավորման համակարգը, որովհետեւ գիտեք ինչ, ցանկացած համակարգ որ ենք դնում, ինքը անթերի չէ եւ գործնականում մենք այդտեղ ունենում ենք եւ լոբինգի եւ հակալոբինգի դրսեւորումներ, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խնդիրների լուծմանը եւ ուզում եմ ասել, որ մենք հարկային եկամուտներ այդպես բավականին լավ տեմպերով հավաքում ենք, սրանում այդ թվում միայն գործ